Շարունակում ենք մեր ծրագիրը բարի լույս եւս մեկ անգամ բոլորին եւ ինչպես ասում են հենց առավոտ կանուխ պետք է շփվել գեղեցիկի հետ եւ հենց բարեզբուն իմաստով այս պահին կիրականացնենք դա շփումը գեղեցիկի հետ 3 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը մասնակցեց Միս աշխարհ գեղեցկության մրցույթին այս տարի համաշխարհային գեղեցկության մրցույթը անցկացվում էր 72-րդ անգամ Հնդկաստանում Միս աշխարհ 2025 գեղեցկության համաշխարհային մրցույթին այս տարի մասնակցել են 130 երկրների ներկայացուցիչներ մեր երկիրն այս տարի ներկայացրել է Ադրինե Աճեմյանը եւ հենց այս առիթով մեր տաղավարում են Ադրինե Աճեմյանը եւ Միս Հայաստան Միս Երևան Production-ի տնօրեն Արմինե Մուրադյանը բարի առավոտ Բարի առավոտ Լավ դուք ոնց եք Շատ լավ մի րոպե դա Սազում է ինձ Շատ Մի հատ բան հարցնեմ էլի Այս ծանր թագը ոնց են այս գեղեցկուի նուրբ աղջիկները կրում Թող տնօրենը պատա Կասեք, ես ես կնստեմ Պատվով եւ պարտավորված Ծանր չի, շատ ծանր է Ծանր է, հա Ինչ լավ, քանի որ թարմ են տպավորությունները Հնդկաստանից, եկեք մի փոքր խոսենք հենց Հնդկաստանից եւ այս տարի Ադրինեն էր ներկայացնում եւ պատմեք մեզ այդ մասին Ներկայացնեմ, Ադրինեն նշեմ, որ մեր նախկին սանն է եղել եւ կրսեր տարիքում մասնակցել է մեր գեղեցկության մրցույթներից մեկում, կրսեր Միս Երևան նախագծում եւ լավագույն հնգյակում էր հայտնվել եւ այս տարվանից սկսած Միս աշխարհ եւ ոչ միայն Միս աշխարհ գեղեցկության մրցույթի արտոնագրերը Հայաստանում պատկանում են Միս Երևան Production-ին եւ նշեմ, որ շատ կարճ ժամանակ ունեինք մասնակից գտնելու, պատրաստելու եւ պատրաստված ներկայանելու նման միջազգային հեղինակավոր մրցույթում եւ բազմաթիվ ընտրություն, կաստինգներ եւ այլն հասկացանք, որ Ադրինեն մեր լավագույն մասնակիցներից է, որ կարող է կարճ ժամանակում պատրաստված պատվով ներկայացնել Հայաստանը եւ պատասխանատվություն կրել դրա համար։ Համենայն դեպս Ադրինեն փորձել է ամեն բան անել գեղեցիկ ներկայանալու, Հայաստանը ճիշտ ներկայացնելու, մեր մշակույթը, պատմությունը, շատ գեղեցիկ փուլեր, հարցազրույցներ, տաղանդի փուլեր են նաեւ տեղի ունեցել, բարեգործական մեծ ծրագրեր են տեղի ունեցել այնտեղ եւ բոլոր առումներով Ադրինեն փորձել է անել մաքսիմումը եւ լավ ներկայանալ, ինչը մեզ համար շատ կարեւոր էր առաջին անգամ նման հեղինակավոր մրցույթում պատվիրակ ներկայացնելը, իհարկե անկասկած Ադրինեն լավագույնն էր ներկայանալու, բայց նշեմ, որ շատ դժվար է նման մեծ երկրների, պետությունների ներկայացուցիչների հետ մրցակցել, ներկայանալ, կարողանալ հաղթահարել դա հոգեբանորեն նաեւ Ադրինեն ամեն բան է արել եւ ընկերությունը շատ հպարտ է, որ ինքն է ներկայացրել, նշեմ, որ նաև շատ սիրվել է այնտեղ մրցույթի թե կազմակերպիչների կողմից, թե գործընկերների, շատ մեծ հավանություն էր ստացել եւ ամենակրտսեր մասնակիցն է եղել եւ ոչինչով չի զիջել այն մասնակիցներին, որոնք տարիներ շարունակ մի շարք միջազգային մրցույթներ են հաղթահարում, որպեսզի կարողանան մասնակցել աշխարհի լավագույն մրցույթներից մեկում, հզոր մրցույթներից մեկում, իսկ մրցույթը ավելի շատ գրում էր բարեգործական բնույթ ինքը նախագիծը այդպիսին է, իր գլխավոր թեման բարեգործությունն է ամբողջ աշխարհում, կարծում եմ, որ ընտեղի նախագծերի ժամանակ էլ Ադրինեն դրանում համոզվեց եւ գլխավոր շեշտը դրված է հենց մասնակցի ասելիքի եւ անելիքի իման վրա, որտեվ շատ կարեւոր միայն արտաքին տեսքի մասին չի, ցավոք շփոթում են երբեմն, գաղափարն է շատ կարեւոր, իսկ Ադրինեն փորձել է ամեն բան այնտեղ անել, որ լավագույնս ներկայանա ու ներկայացնի մեզ։ Ադրինե, մեզ համար շատ հեշտ է, հա, կողքից միշտ դիտել ու ինչ-որ խորհուրդներ տալ, ասել, մեր կարծիքը հայտնել, բայց մասնակցի, որ պիտի բեմ դուրս գա ներկայացնի մի ամբողջ երկիր, այն էլ հենց մի մրցույթի ժամանակ, որտեղ պետք է եւ գեղեցկությունը, եւ տաղանդը, եւ երկրին հավուր պատշաճ ներկայանալու ձևը, սա շատ դժվար է, շատ։ Այ ձեր տպավորությունները երբ եղավ առաջարկը ներկայացնելու երկիրը։ Իրականում բնականաբար անսպասելի էր, որ ես էի գնալու, որովհետև մի քանի տարի երևի չեմ զբաղվել մոդելինգով, ավելի շատ իմ հիմնական մասնագիտության վրա էի ավելի շատ կենտրոնացել այդ շրջանում։ Երբ հասկացա, որ ես պետք է գնամ, առաջինը իրականում վախն է միշտ այդ պահին գալիս, դու վախենում ես, որովհետև հասկանում ես, որ դու պետք է գնաս, հասնես Հնդկաստան, ներկայացնես մի ամբողջ պետություն, դա բնականաբար շատ բարդ է։ Այնտեղ նույնիսկ երբ որ ինձ մի փոքր օրեն եղել լավ չեմ զգացել առողջապես,
շատ արագ եմ վերականգնվել, որովհետև ես երևի Երևանում, հա, ավելի շատ պատասխանատվության զգացումներ, որովհետև ես միշտ ասում եմ, եթե Երևանում ես լինեի, մի շաբաթ տանը կպարկեի այդպես, բայց այնտեղ շատ արագ եմ վերականգնվել, որովհետև հասկանում էի, որ մեծ պատասխանատվություն կա, որ հետո պետք է գամ Հայաստան եւ պատասխանատու լինեմ բոլոր այն արարքների եւ քայլերի համար, որոնք որ այնտեղ անելու եմ։ Հուզված էի շատ, բնականաբար, լարված էի շատ, բայց ինձ շատ էին օգնում բազմիցս հարցազրույցներում նշել եմ, որ շատ էին օգնում հենց Հայաստանի, այսինքն ժողովուրդը, հայերը, որոնք որ ինձ միշտ գրում էին, Ադրինե, մենք քո հետ ենք, մի լարվի, դու ամենագեղեցիկն ես, ամենալավն ես, ինձ դա ամենամեծ ուժն էր, որ Հայաստանից գալիս էր ինձ։ Հասնում էր Հնդկաստան։ Շատ լավ, որ փուլերն էին առավել պատասխանատու դժվար։ Բոլոր փուլերին պատասխանատու, բայց ես կարծում եմ ամենադժվարը հենց ամբիոնից ելույթներ։ Ես ամբիոնից ելույթ եմ ունեցել, որոնք որ բոլոր մասնակիցները չէին ունենալու ելույթ, ընտրում էին, որ մասնակիցները կարող են հասնել այն փուլին, որոնք որ ուղիղ եթերով ամբողջ աշխարհը լսում էր այդ պահին այդ ելույթները։ Այսինքն չենք նկարահանում, որ հետո մոնտաժում ուղիղ եթեր էր, դա էր ամենապատասխանատուն, որովհետև պետք էր ասել եւ այնպիսի բաներ, այնպիսի խոսք պետք էր ասել, այսինքն այդ խոսքը չէր վերաբերվում մրցույթին, մրցույթի հետ կապ չուներ այդ խոսքը։ Եվ պետք էր այնպիսի խոսք ասել, որ քո երկրի ձայնը կարողանաս հասցնել ամբողջ աշխարհին, եւ պետք էր այնպիսի խոսք ասել, որ քո երկրի ձայնը, որ ցանկանում ես հասցնել աշխարհին, չխոչընդոտի մնացած երկրներին եւ մրցույթի կազմակերպիչներին։ Դա ես կարծում եմ ամենաբարդ փուլն էր, բայց իմ կարծիքով յուրաքանչյուր երկիր ելույթ ունենալուց համենայն դեպս ես այդպես եմ արել, առաջին հերթին դրել եմ այն կետը, որ լինի օգտակար Հայաստանի համար, այսինքն ինձ համար երկրորդական է այդ ելույթից հետո մրցույթում կլինեն խոչընդոտներ, չեն լինի խոչընդոտներ, երկրորդական էր խանգարել մնացած երկրներին, չէր խանգարի, ինձ համար ամենակարևոր կետը այն էր, որ թեկուզ այդ մի քանի րոպեն, որ ես պետք է ամբիոնից ելույթ ունենամ, դա լինի ի օգուտ Հայաստանի։ Մենք այսպիսի հրաշալի մրցույթների հետ կապված մի ֆիլմին ենք միշտ ասոցացնում, Սանդրա Բուլոկը, որ խաղում է, կոչվում Miss Genialness, հա։ Դեմտեղ պարզ երևում է, թե ետնաբեմում ինչեր են տեղի ունենում, աղջիկներն իրար հանդեպ ինչպես են լցված, ինչը նախանձով եւ այլն, միշտ չէ որ այս ամեն ինչ համապատասխանում է իրականությանը։ Արդյոք այդպես է լարվածությունը ետնաբեմում, այդպես է աղջիկները ոնց են միմյանց վերաբերվում հաղթանակի գնալու ճանապարհին։ Այսպես ասեմ։ Ես չեմ առաջվել նման խնդրի հետ, փառք Աստծո, ու իրականում շատ քիչ, շատ փոքր թվով աղջիկներ կային, որ այդքան լարված էին հաղթանակի համար։ Մնացած ավելի փորձում էին նյարդերը հանգիստ պահեին, չլարվեին միմյանց հանդեպ, հիմնականում ընկերական ամպագորգոր բառը չասեմ, որովհետև ընկերությունը ուրիշ բան է, բայց հիմնականում այդպիսի տրամադրություն էր տիրում, այսինքն միմյանց հանդեպ, չգիտեմ, կապլուկ կոտրել, կրունկ կոտրել, հոգուս պատրել, չկար, ես չեմ առնչվել ամեն դեպքում։ Շատ լավ, այս թագից, քանի որ ես արդեն կրեցի մի քանի վայրկյան այս թագը, սա իհարկե այս տարի ձերն է, չէ՞, այս տարի Ադրինեն է, բայց փոխանցովի այս թագը։ Փոխանցովի թագ է եւ յուրաքանչյուր տարի այսուհետև տեղի կունենա Miss Աշխարհ Հայաստան նախագիծը, որի հաղթող մասնակիցը կարժանանա թագին եւ պատվով կներկայացնի հաջորդ Miss Աշխարհ հեղինակավոր մրցույթին, կներկայանա որպես Հայաստանի պատվիրակ։ Դեպ նշեմ, որ արդեն Miss Yerevan Production-ը շուտով կմեկնարկի համահայկական մեծ նոր նախագիծ հայ գեղեցկուհի համահայկական ազգային գեղեցկության մրցույթ, որը նախատեսված է, որի հաղթող մասնակիցը հենց կմեկնի Miss Աշխարհ գեղեցկության մրցույթին, ժամանակ ունենանք լավ պատրաստվելու, լավ ներկայացուցիչ գտնելու, Ադրինեն նույնպես իր մեծ փորձը կփոխանցի, մասնակցին կաջակցի այդ հարցում եւ նշեմ, որ տարիքը 17-ից 28 տարեկան աղջիկների մասին է եւ ներգրաված են լինելու ամբողջ աշխարհից հայուհիներ, տարբեր ծայրերից, Փյուրքից գեղեցկուհիներ, որոնք ազգությամբ հայ են
սակայն բնակվում են ինչ-ինչ պատճառներով Հայաստանից դուրս, կարող են նաև տվյալ մասնակիցները ներգրաված լինել նախագծում, որպեսզի կարողանանք լավ խումբ ունենալ եւ լավ պատվիրակներ պատրաստել նման հեղինակավոր միջազգային մրցույթներում, նաև նշեմ, պատրաստվում ենք նաև Միս Երկիր գեղեցկության մրցույթին, որը Ֆիլիպիններում աշնանը կկայանա, մի շարք նմանատիպ հավասար մրցույթների միջազգային եւ դրա համար անհրաժեշտ են լավ պատվիրակներ, որոնց սպասում ենք սիրով։ Դե, գեղեցկուհիներ, հայուհիներ, եթե մտածում եք, որ դուք եք ամենագեղեցիկը եւ ամենահայլունը հենց այդ հարցն եք տալի, կա արդյոք ինձանից գեղեցիկ ու սքանչելի, ապա հենց դուք պիտի մասնակցեք եւ իհարկե հաջորդ տարին ներկայացնեք։ Ազգին դժվար չի այս թագից բաժանվելը։ Նայածում համար ես չեմ սիրում մոլուցքով վերաբերվել թագին, ինձ համար թագը այս պարագայում ոչ, բայց իրականում ինձ համար թագը դա հարստության եւ իշխանության սիմվոլն է։ Ես այս պարագայում գեղեցկության սիմվոլն է։ Այս թագը այո, բայց ոչ, ես ցանկանում եմ մեծ սիրով փոխանցել հաջորդ գեղեցկուհուն, մեծ սիրով, որովհետեւ պետք է միշտ պեղ տալ հաջորդներին։ Շատ լավ, անցնելով այս ճանապարհը, հա, լարվածության, անհանգստության, ինչ խորհուրդ կտաս նրան, ով պիտի հաջորդ տարի արդեն գա եւ մասնակցի այս ամբողջ ճանապարհով անցնի։ Ես խորհուրդ կտամ ամենակարևորը չկորցնի իր տեսակը, իր եսը, որովհետեւ երբ գնում ես մրցույթի ու վերադառնում ես Հայաստան, դու պետք է լինես հոգով եւ բնավորությամբ այն աղջիկը, ով մեկնել է։ Փորձը, այո, փորձը միանշանակ ավելանալու է, բայց ինձ համար այս կյանքում ամենակարևոր մասնագիտությունը մարդ մնալն է։ Եվ դա այն կարևոր կետն է, որ կնշեմ, որ պետք է գեղեցկուհին պահի իր մեջ, ոչ միայն գեղեցկուհին, յուրաքանչյուր մարդ պետք է իր մեջ այդ կետը անպայման պահի եւ չկորցնի իր տեսակը։ Շատ լավ։ Ես մաղթում եմ հաջողություններ։ Ձեզ այս տարի արդեն նոր, այս տարի չի անցկացվելու նոր, այո, այս տարի անցկացվելիք նորին եւ Ադրինե ջան, քեզ էլ մաղթում ենք հետագա քո անելիքներում արդեն ընդգծես նաեւ այն բոլոր կարեւորությունները, որը հայ աղջիկներին, հայուհիներին էլ ավելի ուժեղ կդարձնի, ընդհանրապես հայ կինը, հայ աղջիկ ամենաուժեղն է իմ կարծիքով եւ ես կարծում եմ, որ այս դեպքում նաեւ դու քո փորձը ընդգծում ես, որ նաեւ ամենագեղեցիկը, սա շատ կարեւոր է եւ յուրաքանչյուր քայլը պետք է լինի այն ամենը, ինչը որ կներկայացնի եւ կընդգծի մեր ավանդույթները պահպանելով եւ բնականաբար նորովի ամեն ինչը մատուցելով։ Այնպես որ շնորհակալություն ձեզ։ Մենք ենք շնորհակալ։ Եվ ուզում եմ ձեզ նվիրել բացիկներ, որոնք էմոցիաներ կտան, իսկ ես կարծում եմ, որ գեղեցկության հետ մեկտեղ էմոցիաները շատ կարեւոր են։ Այս բացիկներում արև բացիկներ են, այստեղ ներկայացված են հայտնի երգերից ֆրազներ։ Մեկը Արամ Էմպետրի երգից է՝ «Կուզես աշխարհն առանց քարտեզ», դու միայն ասա ինչ որ կուզես։ Սա կնվիրես այն մարդուն, ով այս բառերն են քեզ համար։ Հաջորդը ձեզ եմ նվիրում Նունե Եսայան, Արսեն Գրիգորյան, միայն ես եւ դու ու չկա էլ ոչինչ մեզ համար։ Նվիրեք ձեզ համար հարազատ ու կարևոր մարդկանց այս բացիկները եւ համոզված եմ ձեր ամբողջ ներաշխարհ եւ սրտի խոսքը կասվի հենց ձեր փոխարեն։ Շնորհակալություն ձեզ։ Մենք ենք շնորհակալ։ Թագադրելով ինձ որպես Արա գեղեցիկը, ես այս պահին հայտարարում եմ դադար մեր եթերում։ Հետո կվերադառնանք ու կշարունակենք այն։